Իդեպ նյուվեմի հարցին թե նա ասելիք ունի արդյոք Նիկոլ Փաշինյանին Ծառուկյանը շարունակեց միայն ողջունեցի հիմնակիցներին ու մնացիներին եւ իրավաբանների ուղղությամբ դավերական Հա Մի վարկյան, ժողորդ սենց ասմա հարմար չի, մի վարկյան Հարմարա, չգնակ ուրիշ է Ներեք էլի կանգնած եք սաղ Ինչ ձևով վերեցի Ծառուկյանին, էլի ձեռնաշղթաներ չեն գտել հարմար Ամեն դեպքում ինչի համար է սա արվում, ինչ են ուզում ապացուցել, ինչ են ուզում ցույց տալ Իմ խորին համոզմամբ իշխանությունները չէին սպասում այսպիսի լայնածավալ, Գագիկ Ծառուկյանի աջակցության գործընթացներ եւ այն քաղաքական, կրկնում եմ, քաղաքական պատճառներով, դրդապատճառներով ձևավորված իրավիճակը Ծառուկյանի շուրջ շատ հստակ ցույց է տալիս երկու հանգամանք։ Հանգամանք համար 1 Սա գիտեք իշխանության կողմից adekvatության իսպար կորուստ է, որովհետև թե այն գործի շրջանակներում, որում իրեն մեղադրում են, թե առհասարակ այն բեսպրեդելը, որը մենք տեսնում ենք Ծառուկյանի հիմնարկների, Ծառուկյանի առհասարակ ամբողջ գործունեության շուրջ ցույց է տալիս, որ իշխանությունը այո իրականացնում է դասական առումով, գիտեք, սա դասագրքային քաղաքական հետապնդում է։ Ինչ են ուզում ստանալ։ Ասել եմ բազմաթիվ անգամ եւ եւս մեկ անգամ կրկնեմ, սա միայն Գագիկ Ծառուկյանի շուրջ սավալվող գործընթացը չի։ Սա միայն Գագիկ Ծառուկյանի շուրջ սավալվող, գիտեք, sense նեգատիվ process-ներ չեն։ Այս process-ները վերաբերում են բոլորին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր հիմա պայմանական ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում կամ միևնույն են, որովհետեւ երբ որ բռնապետությունը, դիկտատուրան, ֆաշիզմը մտնումատուն մտնելու է բոլորի տունը։ Մի հատ մտածենք, տնտեսության հիմնասյուներից մեկը, որը ձևավորել էր եւ ստեղծել էր Գագիկ Ծառուկյանը իր գործունեությամբ, այսօր փլուզել եւ ոչնչացնելու ումա ձեռ տալիս։ Ումա ձեռ տալիս։ Եվ գիտեք չեմ ասի զավեշտը, ասենց անտրամաբանականի ինչումն է։ Իշխանությունը շատ լավ գիտի, որ վաղ թե ուշ սուս-փուս վերադարձնելու է այն ամենը, ինչ հիմա փորձում է ռեյդերական, կամ բանդիտական մեթոդներով խլել։ Վերադարձնելու է։ Եվ սրա մեջ կասկած չկա, որովհետև այս իշխանությունը կորցնելով իսպար adekvatությունը, արդեն ես իմ որի-օրդ անգամ ես չգիտեմ արդեն թիվը դուք կիմանաք հարգելի լրագրողներ, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը խփելա գետնով։ Եվ երկրորդը, այդ որ իրաց ճղում են մեջտեղից, որ էսա բան, չգիտեմ, ներդրումներ կգան, էս կլնի, այն կլնի, այս պայմաններում համաձայն իմ տվյալների բազմաթիվ միջին եւ խոշոր ներդրողներ, ովքեր պատրաստվում էին ներդնել Հայաստան գումարը, իրենք պարզապես չեն գալու։ Իսկ նաև կա տեղեկություն, կրկին իմ մոտ, առայժմ սուբյեկտիվ, թույլ տվեք չհնչեցնեմ անունները, մարդիկ իրենց բիզնեսները փորձում են հանեն, իսկ դա ինչ է։ Ժողովուրդ ջան, դա չվճարված հարկեր է, դա թոշակներ է, դա աշխատավարձեր է, դա ի վերջո ընտանիքներ են, որոնց այսօր այս իշխանությունը իր քաղաքական նպատակներից դուրս գալու, արդյոք ոչ թե իր քաղաքական նպատակներից, այլ իմ կարծիքով նայած թելադրված թուրքերից ու ադրբեջանցիներից։ Ինչի համար եմ պնդում սա, որովհետև 21-22 թվականներին նույն այս իշխանության բարեկամ, ընկեր, չգիտեմ, տենց
մոտիկության մակարդակը, բայց այնուամենայնիվ ոման Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը պետք է անի ամեն ինչ, որ թույլ չտա Հայաստանի Հանրապետությանը ապաքինվել եւ ապաքինվելու, պարագայում մենք հասկանում ենք տնտեսական աճը։ Եվ վերջացնելով խոսքս, թույլ տվեք մեջբերեմ պարոն Ծառուկյանի վերջին ուղերձից մի հատված, մի ընկճվեք, կառուցել ենք, արարել ենք, կառուցելու ենք, արարելու ենք եւ ոչ մի բանի համար չենք փոշմանում։ Պարոն Աբովյան, այսօր արդեն Արարատ ցեմենտի մասով Գևորգ Պապոյանը անդրադարձ է կատարել եւ նշել է, որ օրեր անց ժամանակավոր կառավարիչ կնշանակեն այս մասով, ինչ կարող եք ասել արդեն նման քայլերի։ Դե տեսեք, բանդիտական ռեյդերական գործողությունները պետք է չէ ինչ որ գոնե ինչ որ միտեղ բան արվեն, իբր օրինական ինչ որ երանգներ տրվի։ Թույլ տվեք ես Պապոյան Գևորի խոսքերը չմեկնաբանեմ, կարծում եմ հիմա ինքը խնդիրներ ունի ձկնաբուծությամբ զբաղվողների, մեր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի, որը տապալեցին, քացուտակ գցեցին, ոչնչացրեցին, գյուղացիների հետ ինքը հարցեր ունի։ Թույլ տվեք ես իրանց չմեկնաբանեմ։ Ես չեմ զարմանում, ախր գիտեք մենք փորձում ենք տեղավորել օրինականության կամ տրամաբանության դաշտում ակնհայտ քաղաքական խուժանություն։ Մենք ինչ է, հա սպառնում են, ասեմ ավելին, բազմաթիվ անգամ բարձրաստիճան պաշտոնյաները դուրս են եկել, ասում են հա սպառնում ենք, լավ ենք անում։ Ոնց է սպառնում եք, հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալի։ Պարոն Աբովյան, տեղի ունեցող գործընթացները հասարակական քաղաքական որոշ շրջանակներ այսպես ընկալում են որպես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սկսված ունեզրկման պրոցես, ինչ կասեք սրա մասին։ Կարող եմ ասել եւս մեկ անգամ մի շատ կարևոր թեզ։ Ժողովուրդ ջան, ժամանակը կգա, սուս փուս ամեն ինչ վերադարձնելու են։ Եթե իրենց թվում է, որ իրենք երկրագնդում միայնակ են, այսինքն Հայաստանի Հանրապետությունը կտրված է, հա, ամբողջ աշխարհից, իրանք չարաչար սխալվում են։ Նվազագույնը, ես հիմա չեմ ուզում առաջ ընկնել, նվազագույնը յուրաքանչյուր թեթև արտասահմանյան արբիտրաժային դատարանը սրանց բմբլահան է անելու։ Եվ կանի, սա մեկ եւ երկրորդը։ Ստեղ միայն ունեզրկման խնդիր չի։ Դուք չեք լսել երբեք Ծառուկյանից եւ չեք լսի, որ ինքը դարդ է անում, որ իրան փորձում են ինչ որ բաներ խլեն։ Խնդիրը այն տասնյակ հազարավոր մարդիկ են, ում այսօր սրանք առանց մի կտոր հաց են թողում։ Երբեք չեք լսել, ոչ մի ուղերձում, ոչ մի տեղ չկա։ Եվ շատ կարևոր է եւ ակնհայտ է հասկանալ հետեւյալը։ Գոյություն ունի այսօր Հայաստանում Վեսպրեզը Ժորժյան յուրաքանչյուրի տունը կարան մտնեն, հասկանում եք, կարան մտնեն, ասեն, այս բնակարանը օրինակ, չգիտեմ, պետությանն է։ Դուք հասկանում եք, կապ չունի ով ես։ Կապ չունի։ Կանգնում են ու այդ սա իրականում չեմ ասի աննախադեպ է, սա նախադեպեր ունեցել է համաշխարհային պատմության մեջ եւ խորհուրդ կտամ իշխանությանը գիրք են չէ՞ հիմա սիրում կարդալ։ Մի հատ բացեն այդ գրքերը նախադեպային, մի հատ ուսումնասիրեն վերջը ինչա լինում։ Պարոն Աբովյան, այդ ունեզրկման հետ կապված որպես տրամաբանական շարունակություն, Փաշինյանը նաև քարոզարշավի ժամանակ անդրադարձել էր Ծառուկյանի հենց տանը, ասելով, որ ծերանոց է դարձնելու, մինչև 2031 թվականը։ Այս մասով խնդրեմ որոշ մանրամասներ, որոշակի գործընթացներ կան արդյոք։ Օրինակ հնարավոր է մի օր էլ այնտեղ կապարակնքեն թույլ չտան եւ միջերտող հարցեր Հիսուսի արձանի կառուցման հետ կապված։ Հնարավոր է արդյոք այստեղ եւս խնդիրներ առաջացնեն եւ թույլ չտան շարունակություն։ Չգիտեմ, ես ճիշտն ասած այս ձեր հնչեցրած հարցերի շուրջ չեմ կարող ասել, բայց ես գիտեք, երբ որ ասում եք Հիսուսի արձանի հետ կապված գործողություններ, ես ուղղակի գլխիս մեջ չի տեղավորվում։ Ախր Ժորժյան, քրիստոնյա ժողովուրդ ենք Հայաստանում ենք ապրում։ Չնայած դրա հետ մեկտեղ ոչ մի բան չեմ բացառում, ոչ մի բան չեմ բացառում։ Այս մարդիկ հայ եկեղեցու դեմ են դուս եկել, մենք ինչ ենք խոսում։ Բայց ես լիահույս եմ, որ Քրիստոսի արձանը եւ այն պրոյեկտները, որոնք ազգանվեր են, հայանպաստ են, գոնե սրանք իրանց իմիջի համար, գոնե, հա, ձեր չեն տա չնայած էլ ինչ իմիջ, ինչ եմ խոսում։ Գիտեք, ես էլ սենց հա ընկնում եմ բանի մեջ, սենց փորձում եմ տրամաբանության մեջ մտածել, չգիտեմ, գործողությունների դե լավ հայանպաստության պարագայում, որը ձեր կտա իշխանությունը, ոչ,
ոչ մի բան էլ ձեռ չի տա եւ ինչ վերաբերում է ծերանոցին, ապա կրկնեմ եւ վերահաստատեմ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը, թող իրաց դաչեքը տան, այդ որը տե ապրում են, իրաց դաչեքը թող համաձայնեն օրինակ զինվորի վերականգնման կենտրոն, կահավորանքնել Ծառուկյանը բանտից կանի, այսքան չկասկածեք։ Պարոն Աբովյան, ներողությունը, եթե իհարկե տեղյակ եք, այս պահին Գագիկ Ծառուկյանի նրա ընտանիքին պատկանող բիզնեսներից միայն Արարատ ցեմենտն է, որ աշխատում է, մնացած բոլորը կապարակնքված մնում են։ Կապարակնքված են, ճիշտն ասած, հստակ տեղեկություն չունեմ, չեմ տիրապետում, որովհետև իրավիճակը փոխվում է դինամիկ, դե դինամիկը գիտեք որն է, քանզի սրանք չեն հասկանում ինչ են անում։ Եվ ասած ինչ-որ որոշումներ են ընդունում։ Ես հիմա այս պահի դրությամբ չեմ կարող ոչ մի բան ասեմ, էլի, որովհետև հիմա կարող եմ ասեմ, մեկ էլ հոп 5 րոպե հետո բարձվի, որ չէ, տենց չի։ Շնորհակալություն։ 160-ին հարգելի հետևանքներ։